Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է, այստեղ միայն իրականությունն է, առանց կեղծիքի, սեղմ մեկ զանգակի կոճակը առաջինը տեղեկացված լինելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Բաքվում ապօրինաբար պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։ Սպուտնիկ Արմենիային այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը, հայտնել են գրասենյակից։ Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման։ Նման պարագայում հաշվի առնվում այդ տեղեկություններում որոշ տվյալների պաշտպանության հնարավոր անհրաժեշտության հանգամանքը։ Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիները ավելի քան 4 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել, նրանց պահման առողջական եւ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, նախկին պետնախարար Բարերա Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը եւ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, հունիսի 18-ին իրավաբանները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս հանդես գալով ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու հարցազրույցում ասել էր, որ մեր ձևով կմիջամտենք խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննության ուղիղ միջամտելու եւ իրավաբաններին ուղղորդելու փորձ։ Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը։ Ինքնաթիռի հետ կապը կորել է տեղական ժամանակով ժամը 18:25-ին։ Որոնողական փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռը։ Օդաչուի կյանքը փրկել չի հաջողվել։ Նշենք, որ Թուրքիայի ռազմական ավիացիայի պատմության ընթացքում մի շարք խոշոր վթարներ են տեղի ունեցել։ Առաջին խոշոր դեպքերից մեկը գրանցվել է 1959 թվականին, երբ ուսումնական թռիչքի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դակոտա տիպի ինքնաթիռը կործանվել էր։ Վթարի արդյունքում մահացել էր 21 զինծառայող։ Տասնամյակների ընթացքում Թուրքիայի ռազմական ավիացիայում արձանագրվել է ավելի քան 10 խոշոր վթար։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաշատ մահվան ելքով դեպքերը գրանցվել է հենց Հերկուլես բեռնատար ինքնաթիռների հետ կատարված վթարներում։ Վատ եղանակային պայմանները, տեխնիկական խնդիրները եւ մարդկային սխալները մատնանշվում են որպես այդ վթարների հիմնական պատճառներ։ Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու մեղադրանքներով դատավարությունը այսօր շարունակվել է։ Պետական մեղադրանքը ներկայացնող դատախազը նշել է, թե ՄԱԿ-ի բանաձևերը հաստատում են, որ Հայաստանը իբր ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ադրբեջանի դեմ։ Հրադադարի ռեժիմը մշտապես խախտած Ադրբեջանի դատարանում հնչեցված մեղադրական ճառում նշվում է, թե իբր ագրեսիվ պատերազմի ընթացքում հրադադարը բազմիցս խախտվել է հայկական կողմից։ Արձակումներ են եղել նաև ռազմավարական կարևորության օբյեկտներ, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղու վրա։ Ադրբեջանի դատարանում մեղադրող կողմը նշել է, թե իբր հայկական կողմի խոշտանգումների համակարգված բնույթը եւ դրանց լայն աշխարհագրական տարածումը վկայում են, որ դրանց կիրառումը արտացոլում է հայկական պետության քաղաքականությունը։ Բաքվի շինծու դատավարության ընթացքում պահանջել են ՑՄ ազատազրկում Արայիկ Հարությունյանի եւ Դավիթ Բաբայանի համար։ Արցախի նախկին մյուս երկու նախագահների համար միջնորդել են 20 տարվա ազատազրկում, իսկ մնացածի համար 16-ից 19 տարվա ազատազրկում։ Սիրիայի եւ Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքը նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի այցը Վաշինգտոն եւ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը վճռորոշ եւ շրջադարձային պահ են արձանագրում Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմության մեջ, ինչը ենթադրում է Սիրիայի աննախադեպ վերափոխում մեկուսացումից գործընկերության։ Աշ-Շարան դարձավ Սիրիայի պետության առաջին ղեկավարը, ով այցելեց ԱՄՆ-ի նախագահի նստավայր 1946 թվականին Սիրիայի անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Հանդիպումը տեղի ունեցավ ի կատարումն Թրամփի մայիսի 13-ի տված խոստման վերացնել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները այդ երկրին իրական հնարավորություն տալու համար։
Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունն առ այն, որ ժամանակն է օտարացումը փոխարինել ներգրավվածությամբ եւ իրական հնարավորություն ընձեռել Սիրիայի վերականգնման ու նրա ժողովրդի բնականon կենսագործունեության համար։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր ալիքի բաժանորդը մշտապես տեղեկացված լինելու համար։